Երկինքը գբադասխանե Աստծո գամքին հետ ներդաշնակության ոչ թե բարձր ցայնին այս խորակիրին գետրոնացումը իշխանությունն է, որ մարդը ունի իշխանությունը ընդհանրապես լա հոգևոր կյանքի մեջ իշխանությունը, որ ունենք մեր առօրյայի մեջ որևէ ճաշտոնի հետ կապակցաբար շատ կարևոր բիդելա որ ցերկովը նոթ առնեք անոնք որոնք թուղթ չունին գարենան իրենց մոբայլներուն վրա առնել ընդհանրապես մենք իշխանությունը սխալ հասկացած ենք որովհետև աշխարհը մեղանչական բնության մեջն է եւ մեղանչական բնության մեջ անարդարությունը շատ է իրավունքներ ուդելը շատ է եւ անոր համար մարդիկ այլևս գործընծուցած են չափը ճիշտ իշխանության հասկացողությունը ճիշտ իշխանության մասին գործված է այլևս չեն գրնար հասկանալ իշխանությունը ինչպես կաշխատի Աստվածաշունչին համաձայն երբ Աստված աթամը ստեղծեց աթավին ինքնություն մտավ եւ այդ ինքնությունով իրեն առաջարկեց որ իշխանությունը կործած է հրամանը արձակ է որբեսի երկրի վրա գտնված բոլոր ստեղծված բաներուն հրամանն է եւ անոնք իրեն մտիկ ընեն հետեւաբար իշխանությունը սկիզբեն գապ չուներ բորալ գանչելու հետ իշխանությունը սկիզբեն պետք չուներ խավազան բռնելու հետ զենք բռնելու հետ պետք չուներ ուժ բանեցնելու բռնադիրելու հետ իշխանությունը դուրս եկած խոսքին կապված էր որ Աստծո դված ինքնության մեջ են դուրս կուքար Աստված մարդը աշխարհի վրա իր ներկայացուցիչը հրավ եւ մարդը ուներ Աստծո իշխանութենեն իր մեջը աշխարհը կառավարելու համար պետք չկար բորալու պետք չկար գանչելու պետք չկար զգացական արտահայտություններ ընելու պետք կար պետքին համաձայն արտահայտվելու դուրս բերելու իր ինքնութենեն խոսքը եւ ասիկա կտեսնենք շատ կարեւոր է հավատքի կյանքի մեջ որովհետեւ հավատքի կյանքի մեջ մենք կնկատենք որ հավատացյալներ հովիվներ, ծառայողներ ընդհանրապես իշխանությունը իրենց դուրս կբերեն բորալ գանչելով մարդիկ իրենց կյանքի մեջ գտնվող եւ կորձող իշխանությունը ընդհանրապես կփորձեն կորձածել մարդկային զգացական արտահայտություններով անոնց մեջ են բորալը բարձրացային արտահայտվելը ամենակարևորն է ես տեսած եմ քրիստոնյա ծառայողներ, որոնք թև հանելու համար գբորան գբացականչեն ցայներնին գործընծնեն։ Ես տեսած եմ ծառայողներ քրիստոնեական, որ թև հանելու համար թիմացի անցը ձեծած են, որբեսի թևը հանեն մեջ են։ Եվ ընդհանրապես կնկատեմ քրիստոնյաներ երբ համացայնություն չունենան մեկը մյուսին հետ ընդհանրապես ամիջապես ցայնին տոնը ոճը բարձրանալով գխոսին որովհետև իրենց զգացումները կգարավարեն պայմանը եւ իրենց զգացումները կբարդատրեն իրենց որ թիմացինը քեզի չի լսեր մենք գիտենք որ թիմացինը ագանչունի կլսե բայց մենք կգարձենք կարծես թիմացինը մեզի չի լսեր անոնց համար ցայն կբարձրացնենք չէ ընդհանրապես հետեւաբար շատ կարեւոր է նկատի առնել որ իշխանությունը ինչպես կկործածենք մենք բոլոր դեղերում մեջ մենք գիտենք երբ մեկը մեզի գնե փամը որ անհաջո է ընդհանրապես մեր զգացումները գդիրաբեդեն մեր ինքնության մեր համբերադրության մեր քրիստոնեական մոդեցումին եւ ամիջապես կսկսի բարձրացայն զգացումներուն ազդեցության չափով ցայնը բարձրանա վարմունքը բարձրանա թիմակիցը փոխվի եւ սկսենք ադոր համացայն արտահայտվել հետեւաբար շատ կարեւոր է մենք սորվինք Աստվածաշունչեն ճիշտ ցևը մանավանդ որ Տեր Հիսուսի կյանքին մեջ կտեսնենք մենք կտեսնենք Տեր Հիսուս ինչպես կկործածեր իր ինքնությունը, ինչպես կկործածեր իր իշխանությունը եւ պետքություն չեր ունենար ուրիշ բաներ ընելու, ինչ որ իր մարդկայինը եւ զգացականը իրեն գտելատրեր։ Գարտամ ցեզի Ղուկաս 4:31 համարեն հետեւյալը գսե։ Հետո Հիսուս Գալիլեայի Գափառնայում քաղաքը գնաց, ուր շաբաթ օրով
սկսավ ժողովրդին ուսուցանել։ Բոլորն ալ գզարմանային անոր ուսուցման գերբին վրա։ Ասիկա շատ կարևոր շեշտ տրվելիք դեղ է, իր գերբը գդարբերել բոլոր մույսներուն ծևերեն, որովհետև հեղինակությամբ կխոսեր, խոսած ադենը հեղինակություն մգավոր իր մեջ դուրս կելե։ Հիմա հեղինակությամբ կխոսերը կգարձես հիմա գոշ կխոսեր, բարձրացային կխոսեր, վերջը կբացատրվի, թե ինք ինչպես կխոսի։ Ժողովրդի մեջ մեկը գար, որ բիղծ ոգի է բռնված էր։ Ոգին բարձրացայն քոչեց։ Հիսուս նազովրեցի ցկե, ինչ կուզես մեզ ոչնչացնելու եկար։ Գիտենք թե ով ես, թուն Աստծո սուրբն ես։ Սա կնշանակե Հիսուս խոսքը այդ մարդուն չեր ուղած, Հիսուս խոսքը թևին չեր ուղած, Հիսուս հեղինակությամբ կխոսեր։ Հեղինակությունը, որ իր սեփականն էր, ատկե գխոսեր Աստծո թագավորության մասին եւ խոսքը ճուղեց Թիվահարին, բայց Թիվահարը չթիմացավ Հիսուսի հեղինակությամբ կատարած քարոզեն եւ անմիջապես ոտքի ելավ, որովհետեւ Հիսուսին հեղինակությունը, որ ինք գարդահայտվեր Աստծո թագավորության սկզբունքները գահիներ, իրեն գվրընդեր մարդու մեջ են, գվրընդեր Աստծո նմանությունը ունեցող արարածին մեջ են եւ չդիմացավ թևը։ Հիսուսին խոսակցությունը իրեն համար շատ ծանր էր։ Բայց անգեի հետ գսե Հիսուս սաստեց ոգին եւ ասավ լրե դուրսել մարդեն։ Հրաման արձակեց։ Ոգին բոլորին դիմացած գետնեց մարդը եւ դուրս ելավ առանց վնասելու անոր։ Բոլորն ալ ապշահար իրարու գսեին, ինչ զորեղ խոսք, հեղինակությամբ եւ զորությամբ կսաստե չար ոգիները եւ անոնք դուրս կելեն, գհնազանդին իրեն։ Եվ Հիսուսի համբավը կդարածվեր խավարին բոլոր գողմերը։ Հոս այս բաղմության մեջ Աստվածաշունչը ցույց կտա, որ թշնամին ետ չի մղվիր, չի փախչիր աղմուկով, ոչ ալ կփախչի գիտությանը չափով, ոչ ալ կփախչի ինչ համբավ ունենալուտ համացայն։ Այս բաղմությունը այս մեկը շատ հստակությամբ կցուցնե մեզի։ Եվ կարևոր է, որ մենք ասիկա նկատի առնենք։ Օրինակի համար կտեսնենք Աստվածաշունչի մեջ Իսրայել արիտոմը բարձրացան աղաղակեց, բայց փղշտացիները մնացին իրենց թիրքի մեջ, իրենց դեղերն չշարժեցան։ Իսկ թևերը նկատեցին Հիսուսի ներկայությունը այս բարակային մեջ, դակավին թիմադրեցին, մինչև որ Հիսուս հրաման արձակեց։ Այսինքն եւ որ գիտա որ ասիկա Հիսուսն է, Աստծո սուրբն է, ցկելով չելավ թիմադրեց, մինչև որ Հիսուս հրաման արձակեց, իրեն ասավ ինչ պիտի, այն ադեն է որ շարժեցավ։ Հետևաբար իրականությունը այդ է, կամ իրավիճակը փոխողը, այդ բարական փոխողը այն է, ոչ թե ով ենք մենք, իմ ով լալս չի փոխեր։ Հիսուս Աստծո որդի էր, հոն էր, բայց թևերը չփախան, չելան։ Իրավիճակը փոխողը բարձր ցայնով խոսիլը չէ, որովհետև թևերը ադոր համացայնս երևույթին չեն շարժիլ, հաբա ինչքան ճշմարիտ իշխանությունը կործի գտնենք։ Իրական իշխանությունը, որ մեր ինքնութենեն դուրս կուկա, ինչքան կործի գտնենք, ինչքան վստահ եմ, թե ես ով եմ։ Ինչքան վստահ եմ, որ Քրիստոսի խոսքը գա իմ մեջս, եւ երբ ես արտահայտվիմ, թևը պիտի երթա։ Եվ ես գիշեմ արիթով, երբ մեկում համար գաղոթեի թիվահար էր եւ լուրջ խնդիր ուներ ընտանիքի մեջ, իր բզդիգը չեր սիրեր, նորածին բզդիգը չեր սիրեր, ամուսինին երեսին գտկներ, լուրջ խնդիր գարդունը եւ իրենց հրավիրեցին որ երթամ եւ իրենց դունը աղոթեմ։ Իրենց դունը աղոթած ադենս թևը մեջեն սկսավ խոսիլ եւ ասավ դու քեզի ով կգարձես։ Ես քեզ մեզ զորավոր եմ։ Եվ ես ալ իրականությունը ասի, այո, դու ինձ մեզ զորավոր ես, բայց ոչ իմ մեջին ես։ Եվ ոնե որ ինքը սկսավ լուր մնալ եւ սկսավ դժգոհիլ,
որովհետև ես իմ մեջս գտնվող իշխանությունը արդահայտվեցա եւ ոչ թե ինձի թրթող սկացական մոդեցումով իրեն այդ վեճ ընելու սկսա։ Ոչ։ Իմ մեջի իշխանությունս իրեն հայտնեցի։ Ես ծարան եմ անոր, որ ինք իմ մեջս է։ Եվ ես անոր գծարայեմ, բայց անգե զորավոր չես թուն։ Ես իրավունք ունիմ եւ հբարդություն չէ, երբ կսեմ իմ Աստվածս, որ իմ ներսիտիս կգործե զորեղ է։ Եվ բավարար է, որ թևերը փախչին։ Հետևաբար, ինչքան մենք կորձի կտնենք իշխանությունը հնազանդության եւ անոր գամքին հետ համապատասխան համահունչ ըլլալով։ Ինչքան մեր իշխանությունը արդահայտելը միշտ կապված է ինչքան հնազանդ ենք իրեն խոսքին եւ ինչքան հնազանդ ենք իր գամքին։ Ադիգա մեծապես կփոխե իրականությունը, որովհետեւ երկինքը կպատասխանե իշխանության եւ ոչ թե քուցայնիտ, ոճիտ, որագին, չափին եւ բարձրության։ Թևերը գիտեին Հիսուսը, բայց գիտությունը իրենց չշարժեց իրենք իրենց դեղերեն։ Ոգին ասավ, գիտենք թե դու ով ես, դու Աստծո սուրբն ես, քո ներկայությունդ մեզի կդարաբեցնե, քո ներկայությունդ մեզի անանքիստ կնե, բայց ես պատրաստ չեմ երթալու։ Չքնած, քանի օքեդս է, չքնած։ Գիտավ ով է, գիտավ Աստծո սուրբն է։ Այնքան գիտավ, որ Հիսուս խոսքը իրեն ճուղած ինքը արդահայտվելու սկսավ, չդիմացավ այլևս։ Բայց դակավին չհրաժարեցավ իր նելիք չարութենեն, չհրաժարեցավ իր գադարած գործեն։ Ինչու? Ինք պատրաստ չէ արձակելու, մինչև որ այլևս ինք չգարենա թիմաթրել։ Եվ տեսնենք, որ իր չգարենալ թիմաթրելը կապված էր Հիսուսին երկու բառին՝ լրե, դուրսել։ Լրե դուրսել բառը շատ զորավոր չէր։ Բարձր չէր, իշխանություն էր։ Իշխանությունը ցայնին հետ կապված չէր։ Եվ հետևաբար ինչքան հաճելի բիդլա քու կյանքդ, երբ քու կյանքիդ ընթացքին քու իշխանությունդ, ինքնությունդ եւ իշխանությունդ ապրելու եւ արդահայտվելու մարզվիս։ Ուրեմն թևերը ունեին ճանչնալու կարողությունը, գիտեին զանազանել դգար ինքնությունները եւ զորավոր ինքնությունները, որովհետեւ փարիսեցիները ամեն շաբաթ կքարոզեին հոն ոչ մեկուն ադեն այդպես եղած էր, բայց երբ Հիսուս եկավ քարոզելու, այն ադեն իրենք սկացին ինքնություններուն դարբերությունը, նույնիսկ գիտեին ճշմարտությունը, բայց եւ այդպես ամիջապես չելան մարդուն մեջ են։ Ուրեմն գիտությունը առանցին հնազանդություն չի ծնիր, թևերը չեն հնազանդիր, որովհետեւ դու գիտություն ունիս։ Սորված ես ինչպես թև կհանես։ Թևերը կհնազանդին, երբ դու թևերը հանելու եւ թիվային կորձերը գեցնելու համար ներքին իշխանությունը, Քրիստոսի հետ միության իշխանությունը գարդահայտես։ Անոր համար է, որ Հակոբոս 2-ն այսպես կսե. Թևերնալ նույն բանին կհավատան, Աստծո կհավատան եւ կսարսափին, բայց կսե չեն հնազանդիր։ Գիտեն, կճանչնան, կսարսափին, կթողան, բայց չեն հնազանդիր։ Մինչև որ իրեն ուղվի հրամանը եւ այլևս ինք չգարենա թիմաթրել, հավատքը առանց ենթարկվելու ոչինչ կփոխի։ Մենք պիտի ենթարկվենք այդ հավատքին։ Ուրեմն սա կնշանակի, որ մենք պետք է արդահայտենք մեր իշխանությունը։ Ղուկաս 4:35-ի մեջ Հիսուս այսպես ասավ. լրե եւ դուրսել մարդեն։ Այդ ժամանակ ոգին բոլորին դիմաց զգետնեց մարդը եւ դուրսելավ առանց վնասելու անոր։ Հիսուս երբ հրաման ըրավ, թևը դուրսելավ, հնազանդեցավ, մարդը ազատագրվեցավ եւ իշխանությունը հրաբարագավ հայտնվեցավ։ Մինչև Հիսուսին հրաման դալը իշխանությունը հրաբարագավ ջանցված հայտնված չէր։ Եվ ասիկա մեզի ցույց կտա, որ իշխանությունը պետք է հրճակվի, հայտարարվելով կորձի թրվի, որբեսի կատարումը լա։ Դեսանելի աշխարհի մեջ նախքան մեր հրճակելը, հայտարարելը ինքնութենեմ մղված իշխանություն, այդ մեկը չի կատարվիր։ Թևերը չեն հետևիր մեր թիրքերուն։ Ասիկա հովիվ է, ասիկա ավակ հովիվ է,
ասիգա զորավոր է, ասիգա այս չեն հետևիր այս դիդղոսներուն, չեն հետևիր մեր թիրքերուն, ինչ ունինք, ինչ չունինք, անոնք միայն մեր ինքնութենեն, իշխանութենեն դուրս եկած հրամանին կհետևին, որովհետև ադիգա մեր մեջ Աստծո ցայնն է։ Եվ կարևոր է, որ մենք մեր անձը մարզենք Աստծո մեր ներսիտին գտնվող Աստծո ցայնը արտահայտվելու։ Ասիկա թյուրին չէ, ասիկա մեկ անգամ լալիք բան չէ, ասիկա ամեն օր իրեն հետ գաբը պահել է։ Ստամոքսիդ եթե մեկ անգամ գերագուր դաս, ստամոքսդ այլևս գուշտ չի մնար։ Ամեն օր պիտի գերագրես։ Աստծո հետ հարաբերությունը մեկ անգամ լալիք բան չէ, ամեն օր պիտի գերագրես թունքու անցը դերոճմով անոր համար գսե ամեն օրվան հացը այսօր ալ մեզի դուր։ Եվ հայտնության քիրքի մեջ գսե մեզի մանանան դուր։ Հոգևոր գերագուրը դուր, որովհետեւ մենք սնունդ առնենք եւ անոթի վիճակ չունենանք, չդգարանանք հոգևորապես։ Ուրեմն Հիսուսի իշխանությունը հոսեցավ իր ովը լալեն։ Հոսեցավ, բայց կորձի թրվեցավ հրամանը արձակվել են։ Եթե դու ինքնություն ունիս Քրիստոսով, անիգա մինագա առանցին դուրս չելեր բդույդի չերտար։ Առանցին դուրս չելեր բդույդի չերտար։ Իշխանությունը լուր ներգայություն չէ։ Անկորձ ներգայություն չէ։ Իշխանությունը արդահայտությամբ կլան։ Նոր համար Աստված սկիզբենը սավաթամին իշխանություն ունիս կնա գարավարե դիրե բոլորին վրա։ Նույնիսկ Հիսուս խոսեցավ, որ իշխանությունը դուրս կա։ Եթե Հիսուս խոսեցավ, մենք ալ պետք է նույնը որդեգրենք։ Հրաման արավ Հիսուս, սաստեց Հիսուս, որբեսի այդ իշխանության արդահայտությամբ թևը իր ռաձեն ետ դառնա։ Ինչու կսպասեն թևերը։ Ինչու սկիզբեն չէ լավ թևը։ Թևերը գուզեն փորձել նայելու համար, թե իշխանությունը պիտի հայտարարես, քո ով լալետ չելեր, նույնիսկ երբ ինքը գիտե որ դու ով ես, պիտի սպասե, ինչպես Հիսուսին բարակայինը սպասեց, գիտնալով որով է, չէ լավ, սպասեց, պիտի սպասե, դեղեն պիտի չի շարժի, պիտի նայի որ դու իշխանությունդ պիտի հայտարարես, անոնք այդ միջոցին գքնեն, լավ մտի գրեք, գքնեն ծեր երկմտությունը։ Իշխանությունը հայտարարելու ադեն ինչքան երկմտություն ունիս։ Հիսուս կսե, եթե հավատակ եւ չերկ մտիկ, ինչ որ խնդրեք պիտի առնեք։ Գիտեք, ես այսպես կհավատամ, երբ կխնդրեմ դագավին չարի, աշխատելու եմ երկմտությունս զերոյացնելու վրա։ Ոչ թե աղոթեցի Տագավին չստացա դեր ինչու չի դվիր։ Աղոթեցի չստացա գաշխադիմ իմ անցիս վրա, որովհետև դերը սերը ինչ որ հավատքով խնդրեք, պիտի առնեք։ Եթե ես չարի, չեմ ասեր գասկածամտությամբ դեր ինչու չի դվիր, Աստծո վրա կգասկածիս։ Ինչ իմաստ ունեցավ Աստծո խոսքին հնազանդիլդ։ Ես կաշխադիմ երկմտությանս վրա, երկմտությանս վրա աշխատիդը կգոչվի խոնարհություն եւ աշխատասեր աշակերտ։ Իսկ այդ առաջին երկու հատը աղոթելեն իդ, չառնելեն իդ կա Աստծո ասեմն ինչու չի դվիր, սա կնշանակե ես հբարդ եմ, ես իմ կորձս լավ գիտեմ, Աստվածալ իր կորձը պետք է լավ գիտնա։ Ես իր մեն լավ զգուշեմ կորձերուն, կանի օքի էդս է, աս նկարակիրը մենք ամենայն խոնարհությամբ գարդայդվինք այսպես, Աստծո թեմ։ Եթե մենք գուքանք չարացնիս մասին գխոսինք Աստծո խոսքին հագարակ ծևով, մենք հբարդ ենք։ Խոնարհությունով մեր անձը չենք գրթեր, շիներ, մարզեր։ Անոր համար է, որ Ղուգաս ավետարան գշեշտե իր բաղմության մեջ ասելով, Հիսուս սաստեց,
Հիսուս հրամայեց իշխանությամբ եւ զորությամբ 4-րդ գլուխ 36-րդ համարի մեջ։ Եթե գարտանք այդ թագավորած 4-րդ գլուխեն, կտեսնենք Իսրայելը բարձրացան աղաղագեց, երբ ուխտի դաբանագը բանակի մեջ եկավ, որովհետև փղշտացիներուն դեմ պիտի գրվեին եւ Փերին Աստծո ուխտի դաբանագը, որ կտեսնես կսես որ վաու, ինչ հավատացյալ մարդիկ են, փոխանակ զենք զինամթերք բերեն Աստծո ուխտի դաբանագը Փերին։ Փերին բարձրացան աղաղագեցին, տեսեք պատմությունը ինչ կսե։ Երբ Տիրոջ ուխտին դաբանագը բանակի մեջ եկավ, բոլոր Իսրայել մեծ ցայնով աղաղագեց, մեծ ցայնով, այնպես որ քեդինը ցայն տվավ։ Փղշտացիները այն աղաղակի ցայնը լսելով ասին, եբրայեցիներուն բանակին այս բարձրացան աղաղակը ինչ կնշանակե։ Փղշտացիները վախցան, քանզի ասին Աստված բանակի մեջ եկավ։ Ինչ ասին փղշտացիները, Աստված բանակին մեջ եկավ։ Հասկացան, ջանցան, ըմբռնեցին, որ Աստված հիմա ներկա է բանակի մեջ, իսրայելացիներուն կողմն է, այն Աստվածը, որ գոդրած է, փշրած է թշնամիները, ամեն ինչ հիշեցին։ Հիմա ներկային մեջ ջանցան, որ Աստված հոն ներկա է։ Նաև ասին, վայ մեզի, քանզի մինչև հիմա այսպիսի բան եղած չէ։ Բայց նայեցեք վերջ ինչ կսեն։ Ուժովցեք, գդրիչ եղեք, ով փղշտացիներ, չլա թե եբրայեցիներուն ծարալակ։ Ամա այդքան վախցան, այդքան վայ կանչեցին իրենց վրա, դեղերն են չշարժեցան, չփախան, նույն դեղը մնացին, որովհետև թշնամին ցայնի բարձրութենեն, որ մարդկային զգացումներու արդյունք է գելլե, գրնա դիբավորել թիմացինին, բայց չի գնար փոխել իրավիճակը։ Գրնաս դիբավորել, բայց չես գնար փոխել պայմանը։ Լսեցին աղաղակը, Իսրայելի Աստուծոյին հոնելալը քիծան, իմացան, հիշեցին Աստծո անցյալի գադարած գործերը, որ օրավ Իսրայելի հետ, բայց չփախան, ավելի զորավոր պատերազմեցան։ Փամը բագասեր եւ վերջավորության Իսրայել բարդվեցավ։ Ինչու համար այսպես եղավ սիրելիներ, որովհետեւ աղաղակը թեև զգացում ուներ իր մեջ եւ թիմացինին դպավորեց ցայնով, գադարվածով եւ այլն, բայց հնազանդություն չուներ։ Իսրայել Աստծո հնազանդ չէր։ Աստծո ուխտի դաբանագը օգտագործեց իր պատերազմը շահելու համար, բայց բնավ պատրաստակամություն չուներ Աստծո հնազանդելու։ Անոր ցայնը գար, կորձը չգար։ Դաբանագը իբրև խորհրդանիշ կկործածվեր այդ բահուն, բայց անոր ենթարկված չէին։ Խորհրդանիշ կկործածեր հաղթության, բայց ինքը իր սիրտը ենթարկված չէր։ Այս օրվան հավատացյալները լրջորեն այս խնդիրը ունին։ Ամեն գրոնական պետքերը կտեսնենք հավատացյալներուն կյանքի մեջ։ Եվ քնահատելի է, բայց ենթարկվել չենք տեսներ։ Ենթարկվելը այսպես Պրինց բաժնելու, ալյուր բաժնելու պես է կուտանք Աստծո ենթարկվելը։ Շատ քիչ, մի քանի փոշի։ Մնացածը կուզենք մեր ազատ ցևով ապրիլ, մեր ուզած ցևով ապրիլ։ Ապաշխարություն չունեին այս մարդիկը։ Աստծո ուխտի դաբանագը բերին, որովհետև զորավոր է, պատմությունը ասած է, որ Աստված երբ ներկա կա ամեն ինչ կփոխվի եւ հաղթություն կլա, բայց ապաշխարություն չունեին, դակավին աստարովտը կբաշխեին։ Աստարովտի գուրքերը իրենց կյանքերեն ներս, դուներեն ներս ներկա էին։ Երևակայեցեք ինչքան անմտություն է։ Աստծո գամքին հետ չէին քալեր, համացայն չէին։ Իրենց մե արցակված ցայնը, աղմուկը, աղաղակը մարգարեական չէր։ Մարդկային էր, հիշողություններեն եկած, զգացումներեն թրթված, մարգարեական չէր։ Միայն մարգարեական գլա, մարգարեականի հոգին աշխատի, երբ Աստծո հետ համացայն ներսեն, իր կորձին, իր գամքին համացայն գարդայդևիս, եւ այն ադեն ցայնին չափին հետ կապ չունի, երևակայեցեք, մարդիկ բորացին, ինչքան պիտի բորային, որ բորային, բայց Երիկովի բարիսպները իջան։
Որտեղ իշխանություն արտահայտվեցան։ Իշխանություն արտահայտվեցան Երիքովի բարիսները ինքան։ Աղմուկը իշխանություն չէ, սիրելիներ։ Անորոմար պետք է մենք այս մեկը լավ հասկանանք, նույնիսկ թևերը Հիսուսը ճանչնալով չփախան, բայց մնացին իրենց դեղերում մեջ։ Բայց անգեյետ այդ թակավորած 7-րդ գլուխի մեջ նայենք իշխանությունը արձակվեցավ Աստծո խոսքին հետ համապատասխան ըլլալու մեջ 7-րդ գլուխ 3-րդ համարեն գսե ժողովուրդը եկավ Սամվելիքով ասավ մենք գցկենք ամեն ինչ գաբաշխարենք Աստծո գուքանք մեզի համար աղոտ կրե իրենց գուրքերեն ելան քեդինը ճուր տապեցին աբաշխարության իբրև նշան նախքան բادرազմը աբաշխարեցին գուրքերը վերցուցին իրենց սիրտորը դիրոջ դարձուցին անգեյետ Սամվելի մարգարեական առաջնորդության ենթարկվեցան ասին ինչ ասես անիկա պիտի ընենք մեր ծևերեն հրաժարինք Աստծո ծևը գործեքրենք անգեյետ Սամվել քարնուկ մարավ Եսե Սամվել գաթնգեր քարնուկ մարավ ու զանիգա ողջագեզ հրավ դիրոջ եւ Իսրայելի համար դիրոջ աղաղակելով աղոտ կրավ ու դերը անոր պատասխան տվավ եւ Աստվածաշունչը այսպես սկսե դերը նույն օրը փղշտացիներուն վրա մեծ ցայնով որոդած ու զանոնք խրովեցուց ու Իսրայելին արչեվեն փախան նկատի առ Իսրայելը այս անգամ չաղաղակեց չբորած փղշտացիները ցայն չլսեցին բայց Աստված բարձր ցայնով որոդած վաու ինչ դարբեր է Իսրայել իր սրդին լրության մեջ Աստծո հետ իր համացայնությունը կդավ երբ համացայնությունը կդավ երկինքը իր խոսքը ասավ երկինքը ինք շարժեցավ մենք սիրելիներ իմ փորձառութենը սկսեմ ցեզի իբրև մարդ զգացական մենք շատ անգամ համբերությունը չունենք մեր ներսիտին մեր պետքերու բանջկներու աղմուկեն ելնելով լրության մեջ Աստծո սпасելու գամ մեր սրդի մեջ Աստծո հետ համապատասխան լալու հետը միություն ունենալու իր գամքին մեջ այս համբերությունը չունենք այլևս շատ անգամ մեր հբարդությունը շատ անգամ մեր եսը շատ անգամ մեր ուզածները մեզի այնքան գրաված են որ մեր ճաշտած Աստծուն հետ այս ներքին համացայնությունը չենք ըներ եւ մեր սրդի մեջ չենք կրնալ լրությամբ վստահիլ իրեն որ ինք պիտի շարժի բայց Աստված կսե երկինքեն որոդած իշխանությունը եկավ երկինքեն ոչ մարդոց աղմուկեն ծարայութենեն գադարածեն եւ այլն եւ այլն եւ այլն հաղթությունը եկավ երբ անոր գամքին հետ ներթաշնագություն մգար ոչ թե արդակին ձես մգար տեսեք եթե միայն Սամվելը համարցակեր ինքը առնել քարնուկը զոհեր ողջագեզներ նորեն երկինքեն որոդալ պիտի չլար Երկինքեն որոդած, որովհետև ժողովուրդը իր սրդի մեջ Աստծո հետ համացայն է մսավ։ Իշխանությունը մեր կյանքերեն դուրս կհոսի Աստվածաշունչին համացայն հոգևորապես, երբ ներսիտին գարկ կանոն գա Աստված պաշտության մեջ։ Այսինքն ինչ ես կուզեմ, ինչ ես կսիրեմը հագարակ չէ Աստծո գամքին իմ ներսիտիս։ Համացայն է Աստծո հետ իմ ներսիտիս։ Գարկ կանոն գա, ասա Աստծո գամքը, այսպես պետք է լա։ Տրամը քեզի չի կասեր, եսը քեզի չի կաշեր, առողջությունը բամը չի կաշեր քեզի, ասե դիրոջ գամքը։ Անոր մեջ կգենա։ Այն ադեն կտեսնենք, որ հոգևոր իշխանությունը դուրս կուկա, անգարկությունը գչեզոքացնե մեր իշխանությունը։ Եթե ես անգարկ եմ, գարկ կանոն չունիմ, Աստծո հետ հարաբերության մեջ գայուն չեմ, իմ իշխանությունս գբաքսի,
Չեմ գնար զգալ, քանի օքի ունեցած այդ փորձառությունը, որ հիմա իշխանության պետք ունի, զորավոր եւ չէ եղած, քանի օքի ունեցել այդ փորձառությունը։ Սա կնշանակե, որ մենք պետք է գարկ կանոն տնենք, գարկ կանոն գտնենք աղոթքի կյանք, կարդալու կյանք եւ կորձնականի գիրառումի արիտներ ավելի կընթարցակենք մեր առօրյայի մեջ։ Հոգեբանորեն ներքին բարձրացային արձագանքը գանչելը ներքին ղարքավորում չի նշանակեր, հակառակը։ Հաստատ իշխանությունը, իրական իշխանությունը բորտկում չէ, բորալով գանչել չէ, հանգիստ եւ հանդարտ հրամանն է, որ կփոխե արդյունքները։ Հետևաբար մենք պետք ունենք մարդկորեն, հոգեբանորեն, հոգևորապես ճիշտ քայլեր առնել, որովհետև գտեսենք ամեն ինչ իրարու հետ ճիշտ հավասար կգալեն։ Մենք պետք է մեր կյանքերը համապատասխան դարձնենք ճշմարտության, որ Աստված ստեղծած է։ Լա իրեն այդ հարաբերության մեջ, լա մեր անձին կյանքի մեջ։ Հետևաբար թշնամին չի վախնար, որևէ մեկ վարմունք է, ցայն է, ձես է, աշխատանք է։ Հաբա ինչքան Աստծո գամքին համապատասխան ընթացք ունենք, ադոր համաձայն է, որ թշնամիին աշխատանքները կթատրին։ Տեսեք հրեշտակը, որ Աստծո կովեն ելավ Դանիելի կով կալու, առաջին օրեն, որ ինք աղոթելու է ձոմի սկսավ, բռնվեցավ խավին մեջ գտնվող ինգած հրեշտակներեն եւ թևերեն 21 օր գսե գալանվեցավ, այսինքն իրենց երկերուն փանդի մեջ տնելու գաբանքները դրած էին, շղթաները դրած էին, այդ իմաստը կուտա, չցկեցին, որ հասնի Դանիելինքով, բայց որովհետև Դանիելը Աստծո գամքին համաձայն գեցած տագավին կշարունակեր աղոթքը, Աստված օգնություն ղրգեց։ Եվ Միքայելը հրեշտակապետը եկավ, որուն դիմաց որևէ ուժ չկա, որ գնա։ Շատ կարևոր է սիրելիներ Աստծո հետ մեր ընթացքը, Աստծո հետ մեր ճամփորդությունը, մեր հոգևոր կյանքը նկատի առնենք եւ ապրենք։ Մեր մեջ գտնվող իշխանությունը գսարսե թևերուն, գվախցնե թևերուն։ Բայց միայն որովհետև իրենք գվախնան մեր ունեցած իշխանութենեն, չի նշանակեր պիտի ցկե եւ պիտի երթա։ Ես ինչքան այս իշխանությունը գրնամ արտահայտել ճիշտ ցևով, Աստծո հետ համաձայն լալով, անիգա գորոշե թևերը եւ իրենց կորձերը ինչպես պիտի թատրին եւ ինչպես պիտի փոխվին։ Անորոմար երբ մենք մեր կյանքի ընթացքին ունենք պայմաններ, լա ուղագի թևը պիտի հանենք, կամ կյանքի ընթացքին ասաշխարի վրա թևերուն կատարած կորձերուն վերջ պիտի տնենք, անկորձության, հիվանդության, զանազան պատճառներուն։ Նայենք, որ մեր գաբը Աստծո հետ զորավոր լա, չկա բան, որ դերոճմով չի փոխվիր։ Չկա բան։ Ամեն բանի կարող եմ Քրիստոսով, որ զիս գզորացնե։ Ամեն բանի կարող եմ կամ հավատանք այս խոսքին, կամ չհավատանք։ Կամ լանք հավատացյալ իրապես ապրինք, կամ չլանք։ Անորոմար թող սատանան չխափե, թող ցեզի չվարժեցնե, որ քրիստոնեությունը գրոնական ցևով ապրիք։ Ապրեցեք քրիստոնեությունը իր կյանքի սկզբունքներով։ Քրիստոնեությունը գրոն չէ։ Գրոն չէ։ Քրիստոնեությունը Քրիստոսի կյանքն է, որ իր խաչին վրա մեռնելով մեզի դրվեցավ։ Մեզի դրվեցավ ոչ թե որ բադեն գախենք։ Մեզի դրվեցավ որ ապրինք։ Անորոմար ասավ կյանքի վրա կյանք կուտամ ցեզի, շնորհքի վրա շնորհք կուտամ քեզի։ Որպեսզի ապրինք։ Եկեք որոշում առնենք անհատապես։ Անհատապես։ Իբրև մարդահրավեր ընդունենք։ Դերոջ արչև գենալ, իրեն վստահիլ եւ ամեն օր վստահությամբ ավելնալ, որ թուն այսը սիր եւ ասիգա պիտի գադարվի։ Ես իմ անձս կտնեմ քո արչևդ,
մինչև որ քու խոստումդ իմ մեջս երևի։ Ես պիտի մաքրեմ իմ անձս ապագիի պես, մինչև որ թուն իմ մեջ ես երևիս դուրսը։ Չսենք դեր ուր է, ինչու չեղավ։ Դասնյակ տարիներով հավատացյալներեն գլսեմ, երբ իրենց կյանքի մեջ բամը չի փոխվիր, գսեն ինչու չեղավ։ Եկուր հրաժարի ասկե։ Վերցուր այս փարը փարարանիդ մեջ են։ Գեցիր դիրոջ արջև, ամեն օր ձունգ ձրե իր արջևը, ար խոստումներեն մեկ հատ որ ըրած է քեզի, իբրև անհատ, ձրե ձունգդ ամեն օր իր արջև, ինչքան ժամանակ ունիս, այս գետրոնացումով, դարձիր այնպիսի ապագիմը, որ ինքը քու մեջ հետ գրնա դուրսը երևիլ։ Եվ նայա դերը, ինչպես պիտի կործե քու կյանքիդ մեջ եւ քու միջոցավդ։ Աստվածաշնչական համարներեն մեկը որ գգարտայի շաբթվան ընթացքին, որ շատ գդբավորե ինձի, Տեր Հիսուս սկսե, եթե ինձի միացած մնաք եւ ես միացած մնամ ցեզի, ես ու հայրը պիտի կանք եւ պիտի ծառայենք։ Պիտի ծառայենք քեզի։ Երևակայե քու յանքիդ մեջ որ դու պետք ունիս իր օգնության, հասնիս այն դեղը, որ ինքը ծառայե քեզի։ Սա կնշանակե, որ Աստծո քեզի ծառայելու պատրաստակամությունը լեցուն է հավատը եւ գապ չունի, որ ինք որոշում առնե քեզի ծառայելու համար։ Գապ չունի որոշում նոր առնե քեզի ծառայելու համար։ Իր որոշումը գախյալ է, ինչքան իրեն միացած ես, ինչքան իրեն հետ կգալես, ինչքան այս աշխարհեն բաժնած ես ցուն քեզի, աշխարհի բոլոր ազդեցություններեն եւ որոշած ես աշխարհի վրա հետ ապրիլ։ Ժողովուրդ ապրեցեք հավատքի կյանքը, որ Աստծո հրաշքները, խոստումները ծեր միջոցով ձնին դուրս կան, այս անդեսանելին դեսանելի դառնա։ Չկա ուրիշ մեթոդ Աստվածաշունչին մեջ, որ անդեսանելի խոստումը դեսանելի հրաշք կդարձնե, բացի քո հավատքեդ։ Չկա ուրիշ մեթոդ։ Չկա մեկը աշխարհի սկիզբեն ի վեր փամը ըրած է ուրիշ ցևով։ Չէ եղած այդպես բան։ Նույնիսկ երբ Աստված բամը պիտի ընե, ինք խոսած է մարդումը, որ մարդը դարօրինակ անսովոր բամը ընե, որ հրաշքը դուրս գա։ Նույնիսկ Աստված երբ պիտի ըներ, մարդ կործածած է ընելու համար, եւ շատ անգամ մարդոց ասած է անսովոր ոչ կարևոր բամը, որ մեծ հրաշքն է։ Մոսես Քավազանը այսպես երգնցուր։ Ես միջև արդյալ կգենամ այդպես ձով ինտիմացի, եթե դուրին բիդելար։ Հետևաբար մարդահրավեր դարձնենք մեր հավատքի կյանքը։ Ոչ թե մեր դրդունչին մաս կազմե, մեր ցանցրացածը լալուն մաս կազմե, որոշում կայացուր։ Այսպես պիտի ապրիմ, այսպես պիտի կործեմ, ասիկա պիտի սպասեմ։ Տեսեք, մենք ուշ կամ գանուխ դիրոջ կով իդերտանք։ Մեկը չեղավ, որ հոս մնաց, մենք ալ հոս պիտի չմնանք։ Մենք ալ իդերտանք։ Հոնդեղի կյանքը, որ խոստացված է մեր հույսն է, հավիդենական է, աստեի կյանքը ինչքան քաշքշես, միան չարչարվելով մի քանի տարի գավելցնես։ Հիմա եթե հարցնեմ ոստեղը մեկը չսեր, որ ես գնախնդրեմ ոստեղինը, չեմ ուզեր անդեղինը։ Բոլորը բիդսեն ես ադիգա կուզեմ։ Դեպան շուշտ անիգա կուզեմ։ 70, 80, 90, 100, 110, ինչ կնե։ Հավիդյան կյանքինքով։ Մանավանդ որ կյանք մնե, որ գտեսնես ոչ օտո կուզես, ոչ օտոյի բենզին կուզես, ոչ անիվը բիտ փոխես, ոչ ասպի, ոչ կեր։ Ասինչ ավոր է։ Գսես ասինչ դե բիտ լամոն գլաս արդեն։ Հոյագապ։ Հալելույա։ Տեսեք, մենք գիտության բեք չունենք։ Մենք գիտության բեք չունենք։ Մենք որոշում կայացնելու պետք ունենք։ Մենք պետք ունենք որոշում կայացնելու, թե մեր հավատքի կյանքը ինչպես պիտի ապրենք։ Ուզածս չեղավ, ես նեղված եմ։ Ուզածս չեղավ, ուրեմն Աստված ինձի մերժեր է։ Ուզածս չեղավ, ուրեմն Աստված իրեն ավելի լավ տեսավ, քան ինձի։ Աս բամություններն դուրս պիտի կան գայդևս։ Գրոնական սխալ
թիվային աստեցություններով գառուցված գազմված միտքեր, գաղափարներ։ Ես եմ ինչ որ եմ Քրիստոսով։ Գտնեմ ադիգա, ամեն օր արդահայտվի ադիգա, իմ կյանքիս վրա, իմ շուրջիններուս վրա, կյանքս պիտի փոխվի ուզե։ Որովհետև ան, որ իմ մեջս է, ավելի զորեղ է, քան ինձ հանդիպող պայմանները։ Մեկ չէ արդոնեմ։ Ամեն։